Նախկինում կար թյուրըմբռնում, որ անպտղության հիմնական պատճառը կանայք են, սակայն այսօր պատկերը կտրուկ փոխվել է։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անպտղության խնդիր հավասարապես ունենում են և կանայք, և տղամարդիկ։ Տղամարդկանց անպտղության պատճառները տարբեր են. սեռավարակներ, բորբոքումներ, բնածին արատներ, ստրեսներ, անառողջ սնունդ, ֆիզիկական պասիվություն և այլն։ Անպտղության խնդիր ունեցող տղամարդկանցից ոչ բոլորն են հաղթահարել պատնեշը և ամաչում են նույնիսկ այդ մասին խոսել, վախենալով, որ շրջապատում կիմանան իրենց խնդրի մասին։ Բայց դուք վստահաբար ձեր կարծիքը կփոխեք, հարգելի տղամարդիկ, լսելով Աստղիկ բժշկական կենտրոնի ուրոլոգ-անդրոլոգ Վահան Բաբայանի պնդումները, ով վստահեցնում է, որ անպտղությունը դատավճիռ չէ, իսկ երազանքները իրականանալու հատկություն ունեն։ Անպտղությունը դա բժշկական իրավիճակ է, երբ զույգը կանոնավոր սեռական հարաբերություններ ունենում 1 տարի եւ ավել եւ չի օգտագործում որևէ հակաբեղմնավորիչներ եւ այդ ընթացքում հղություն չի ստացվում, այսինքն կինը չի հղիանում։ Եթե կինը 35 տարեկան եւ բարձր է, այդ ժամկետը իջեցվում մինչեւ 6 ամիս, այսինքն 35 եւ բարձր է կինը եւ հղություն չի լինում, 6 ամիս հետո կարելի արդեն համարել դա արդեն անպտղություն։ Անպտղության տղամարդկային գործոնով անպտղությունը դա շատ կարևոր հիմնախնդիրներից մեկն է արտիբժշկության մեջ եւ այո, այսօր պետք է քննարկենք հենց տղամարդու գործոնով պայմանված անպտղությունը եւ ինչ պատճառներով է առաջանում եւ տղամարդիկ որ դեպքում պետք է դիմեն հետազոտման։ Կխնդրեմ մանրամասնեք նախ կան որոշակի ախտանշաններ, որոնք որ կարող են տղամարդուն հուշել, որ ինքը գործ ունի կամ կարող է հետագայում արդեն ամուսնական կյանքի ընթացքում գործ ունենալ անպտղության հետ։ Ցավոք ուզում եմ ասել, որ հատուկ ախտանշաններ չկան, որ տղամարդը հատուկ ախտանշան չկա, որ տղամարդը իմանա, որ իր մոտ կա անպտղություն եւ ունի սերմի որակական ուրեմն ախտանիշների որակական քննության վատացում եւ հատուկ դիմի հիվանդանոց, դրա համար բոլոր դեպքերում մենք խորհուրդ ենք տալիս, եթե կա զույգ ունենում հարաբերություն, ամուսնացած է, ունենում նորմալ կանոնավոր անպաշտպան սեռական հարաբերություններ, պլանավորում են հղություն եւ չի ստացվում հղություն, 1 տարին լրանալուն պես տղամարդը դիմի ուրոլոգ-անդրոլոգի, կինը դիմի արդեն գինեկոլոգ ռեպրոդուկտոլոգի մոտ հետազոտման, որովհետև պետք է զուգահեռ հետազոտվեն։ Եվ այդ ժամանակ հետազոտման ժամանակ արդեն նոր կդրվի բոլոր ուրեմն հետազոտությունները կարևի եւ պատճառները կպարզաբանվեն։ Հատուկ ախտանշաններ, որ տղամարդը իմանա, որ իր մոտ կա անպտղություն եւ կա իր գործոնը, այդ անպտղության մեջ ցավոք սրտի չկա։ Եթե ունենում է տղամարդը հատուկ գանգատներ, ցավեր, սեռական օրգանների ամորձիների շրջանում կամ անամնեզում պատմության մեջ ունեցել է վաղ մանկական հասակում, հասունացման շրջանում հատուկ խնդիրներ, իհարկե պետք է անպայման դիմել եւ ընդհանրապես խորհուրդ է տրվում, որ ամուսնանալուց կամ պլանավորելուց հղություն պլանավորելուց առաջ անպայման ամուսինը ունենա ուրեմն հատուկ հետազոտություններ եւ այցելի ուրոլոգ-անդրոլոգին։ Եթե չի եղել նմանատիպ խնդիր եւ ուղղակի ամուսնացել եւ 1 տարի արդեն անցել է, պետք է ինքը անպայման հետազոտվի, չնայած հատուկ ախտանիշներին։ Բժիշկ, որոնք են տղամարդկային գործոնով պայմանավորված անպտղության հիմնական պատճառները, որտեղից է գալիս հիմքը։ Տեսեք, երբ որ այցելում է տղամարդը ուրոլոգ-անդրոլոգին, սկսում է հետազոտությունների շարքը։ Առաջի հետազոտությունը դա իհարկե մանրամասն անամնեզի հավաքումն է, մանրամասն վերհիշությունն է, այսինքն տվյալ պացիենտի տղամարդու ամբողջ պատմությունը սկսած մանկական հասակից, ինչ խնդիրներ ունեցել վաղ մանկական հասակում, հասունացման շրջանում եւ նաեւ շատ կարևոր առաջնային զննումը տղամարդու առաջնային զննում ուրոլոգի կողմից, որից հետո արդեն սկսում է հետազոտությունները։ Առաջ հետազոտությունը դա սերմի որակական քննություն է, սպերմոգրաման։ Սերման հանձնելուց հետո ուրոլոգը մանրամասն վերլուծում է սերմի վիճակը եւ եթե կա արդեն այնտեղ սերմի որակական քննության մեջ սպերմատոզոիդների շարժունակության քանակի որակական շեղումներ, սկսում արդեն հետազոտության հետագա ուրեմն ալգորիթմը։ Ամենակարևոր հետազոտությունների մեջ դա ամորձապարկի փոշտի սոնոգրաֆիկ հետազոտությունը, ուլտրաձայնային հետազոտությունը, դուպլեքս կառավարման, որի դեպքում նաև մենք տեսնում ենք պաթոլոգիկ երակների լայնացում կա, թե չէ, այլ կերպ ասած, մենք ունենք խնդիր վարիկոզ հիվանդության, վարիկոցելեի հայտնի, թե ոչ, որտեղ վարիկոցելեն նույնպես անպտղության գլխավոր պատճառներից մեկն է հանդիսանում։ Եվ առհասարակ սոնոգրաֆիկ նաև այլ ախտորոշումներ է դրվում, այսինքն մենք սոնոգրաֆիով հասկանում ենք ամորձիների վիճակը ոնց է տղամարդու, ամորձիները գտնվում են առհասարակ ամորձապարկ
ապարկում, թե չէ, այդ դա բնածին արատներից մեկն է, երբ որ տղամարդը դառնում հասուն մարդ եւ բանից պարզվում է, որ ամորձինից որևէ մեկը չի գտնում ամորձապարկում, այլ ներարգանդային կյանքից սկսած չի իջել ներքև, գտնվում է աճոկային խողովակում օրինակ, դա կոչվում է դատավճիռ է անպտղության։ Դա դատավճիռ չէ, բայց կարող են դեպքեր լինել, իհարկե դատավճիռ չէ եւ գրագետ բուժման դեպքում ամեն ինչ կարող է ուրեմն վերականգնվել եւ ունենալ նորմալ հղիություն, բայց եթե խոսքը բերում է օրինակ կրիպտոխիզմ հիվանդությանը, որի դեպքում ամորձին չի իջել ներքև, ինչքան ուշ են դիմում հիվանդանոց ուրոլոգին, այնքան կարող է խնդիրներն ավելի մեծ լինել։ Դրա համար խորհուրդ ենք տալիս, որ հնարավորինս շուտ դիմել։ Կոնկրետ այդ հիվանդության դեպքում պետք է դիմել վաղ մանկական հասակում եւ ոչ թե թողնել մեծանալը նոր դիմել։ Պետք է դիմել մանկական ուրոլոգների։ Այո, միանշանակ, երբ որ երեխան տղամարդվում է, պետք է դիմել մանկական ուրոլոգին, մանկաբույժն նայում մանկական ուրոլոգին, ու արդեն հետագայում, երբ որ մենք որպես մեծահասակների ուրոլոգ, հետագայում պետք է լինի այն վիճակը, որ տղամարդը չլինի 18 տարեկան եւ մեծ եւ ունենա ամորձում 1 ամորձի, օրինակ, դա լուրջ խնդիր է։ Այսինքն վաղ մանկական հասակում կարող ենք ախտորոշել, որ տվյալ տղամարդը արդեն հասուն դարձած տղամարդը, այս դեպքում երեխան արդեն հասուն տարիքում կարող է անպտղության հետ առերեսվել։ Այո, իհարկե կարող է։ Կան հիվանդություններ, բնածին արատներ, գենետիկ հիվանդություններ, որոնք որ դրվում են հենց վաղ մանկական հասակում։ Իսկ մեծ հասակում արդեն կոնկրետ անպտղության դեպքում, ինչպես նշեցինք, սպերմագրամայից, այսինքն սերմի որակական քննություններից եւ սոնոգրաֆիայից հետո արդեն կատարվում է հատուկ հետազոտություններ, եթե արդեն ախտորոշվում է, որ կա զույգի մոտ անպտղություն եւ կա սերմի որակական քննություններ, մենք անցնում ենք արդեն հետազոտման հաջորդ մեթոդներին, դրանք հորմոնալ հետազոտություններն են, ուրեմն շատ կարևոր տղամարդու մոտ անպտուղ զույգի մոտ, եթե կա տղամարդկային գործոնով պայմանավորված անպտղություն, հորմոնների մանրակրկիտ վերլուծությունը, դրանք սեռական հորմոններ են եւ սպերմատոգենեզը կարգավորող եւ վերահսկող հորմոններն են, որոնք որ արտադրվում են գլխուղեղում, արտադրվում են ամորձում եւ տեստոստերոնը, տղամարդու հիմնական հորմոնը, գլխուղեղում արտադրվող հորմոնը, հիպոթալամոս, հիպոֆիզար համակարգում, որոնք որ շատ կարեւոր դեր ունեն սպերմատոգենեզի ընդհանրապես կարգավորման մեխանիզմների մեջ։ Բժիշկ, շատ հաճախ օրինակ տղամարդկային անպտղությունը ասում են, որ իմպոտենցիան եւ տղամարդկային անպտղությունը նույնն է, այսպես ասած, պաթոլոգիան է, այդպես է։ Չէ, ինքը սխալ է ասել, որ իրենք նույն պաթոլոգիան են, իմպոտենցիան դա իմպոտենցիան կամ սեռական թուլությունը կամ առհասարակ էրեկտիլ դիսֆունկցիան այլ պատճառային գործոնային կապեր գործոններ կարող են ունենալ եւ կարող է տղամարդը անպտղություն չունենալ, այսինքն սերի որակը լավ լինել, բայց ունենալ օրինակ իմպոտենցիա կամ սեռական թուլություն, դրանք նույն հիվանդությունը չեն բացարձակապես, բայց երկու դեպքում էլ պետք է մանրակրկիտ հետազոտություն անցկացնել եւ հասկանալ ունակ հորմոնալ պատճառներ կա, թե չէ, որտեղ կարող են նաեւ լինել երկուսը միասին։ Իսկ մարդ ունեն անպտղություն, նաեւ սեռական թուլություն, որ պայմանավորված լինի հորմոնալ լուրջ դեֆիցիտով, դիսբալանսով։ Այսինքն անպտղությունը պայմանավորված է այս դեպքում հորմոնային խնդիրներով։ Իհարկե անպտղության հետ ավելի խորանալով եւ ավելի մանրամասն ներկայացնելով կան հատուկ լուրջ գենետիկ հիվանդություններ, որոնք որ բերում են անպտղության զարգացման, այդ դեպքում կատարում ենք հատուկ գենետիկ հետազոտություններ, Y քրոմոսոմի հետ կապված քրոմոսոմալ հետազոտություններ, կան հատուկ գենետիկ հիվանդություններ, օրինակ Klinefelter սինդրոմը կոչվում, որի դեպքում այլ քրոմոսոմային հավաքակազմն է տղամարդը եւ առանց գենետիկ հետազոտման եւ ախտորոշման չեն կարող շարունակել եւ վերջում գրագետ բուժման տակտիկա մշակել։ Բժիշկ, կան պաթոլոգիաներ, ձեռքբերովի պաթոլոգիաներ, որոնք կարող են նպաստել տղամարդկային գործոնով պայմանավորված անպտղության։ Այո, ես դա եմ ուզում ասել, որ նաեւ կան այլ հիվանդություններ, օրինակ սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաները, օրինակ քլամիդիոզ ինֆեկցիան, որ երկարատև պացիենտ ունենալով եւ չհետազոտվելով կարող են առաջացնել բորբոքային հիվանդություններ, ամորձապարկում, սերմնատար խողովակներում եւ այդ բորբոքումների ժամանակահատվածում կարող են առաջացնել խցանումներ եւ ամորձում, օրինակ սերմի որակը սերմը նորմալ արտադրվում է, բայց նորմալ սերմ չի դուրս գալիս, այսինքն վերջնական սերմնահեղուկում սպերմատոզոիդների քանակը լինում է շատ քիչ կամ նույնիսկ զրոյական եւ դա պատճառ է հանդիսանում հետագա բուժումների։ Այսինքն հիվանդություններ կա, որոնք ոչ թե բնածին են, ձեռքբերովի են եւ միանշանակ պետք է այդ բոլոր հետազոտությունների ալգորիթմը անել սպերմագրամայից, ամորձու սոնոգրաֆիայից եւ բոլոր հետազոտությունները, սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներ, այլ բորբոքային հիվանդություններ, մանրակրկիտ անամնեզը նաեւ տալիս է այդ բոլոր հարցերի պատասխանները, հորմոնային հետազոտություններ, գենետիկ հետազոտություններ, այդ ամեն ինչ կատարվում է եւ դրվում է վերջնական ախտորոշում, անպտղություն տղամարդու եւ պայմանավորված որ գործոնով։
ինչով է պայմանավորված։ Այդ երկու հետազոտություններ, հիմնական հետազոտությունը, որոնք որ ըստ էության ախտորոշում են, ճիշտ հասկացա, անպտղությունը, եւ կուզենամ տեսեք, մենք ախտորոշեցինք, որ տղամարդկային գործոնով պայմանավորված ունենք անպտղություն, որն է հաջորդ քայլը։ Հաջորդ քայլը արդեն բուժումն է։ Ուզում եմ նշեմ, որ տղամարդու գործոնով պայմանավորված անպտղությունը դա բավականին մեծ տոկոս է եւ ընդհանրապես դեպքերի 40-ից 50% դեպքերում հենց պատճառը տղամարդկային գործոնն է։ Եվ բուժումը սկսվում է ճիշտ ախտորոշումից, այսինքն ունենում ենք ճիշտ ախտորոշում, որից հետո արդեն բուժական տակտիկան ենք մշակում։ Շատ կարևոր եւ ամենաշատ հանդիպող պատճառներից մեկը տղամարդկային գործոնով պայմանավորված անպտղության դա վարիկոցելե հիվանդություն է, սերմնոլարի երակների վարիկոզ լայնացումը, որը որ տղամարդկանց 15-20% ունենում են երիտասարդ տղամարդիկ, իսկ արդեն անպտղություն ունեցող զույգերի մոտ, տղամարդկանց մոտ մինչև 40% հենց պատճառը հանդիսանում է վարիկոցելե հիվանդությունը։ Դա երակների լայնացումն է, որը որ ժամանակի ընթացքում բերում է սեմի որակի խանգարման, եւ եթե շուտ չեն դիմում եւ շուտ բուժում չեն անցկացնում, ընդհանուր մինչև կարող են դառնալ անդարձելի սեմի որակի խանգարումներ եւ նույնիսկ վիրահատությունից հետո լավ չվերականգնի սերմը։ Եթե ժամանակին դիմում են, ուրեմն հետազոտման ախտորոշումը դրվում եւ բուժումը վիրահատական է, կատարվում է գրագետ ճիշտ վիրահատական բուժում, սեմի որակը մինչև 70% դեպքերում վերականգնվում է եւ զույգը ունենում է բնական նորմալ հղիություն։ Ուզում եմ ասել, որ ամեն ինչ ճիշտ բուժումը սկսվում է ճիշտ ախտորոշումից եւ իհարկե կախված ինչ շեղում ունի, եթե դա վարիկոցելե հիվանդությունն է, վարիկոցելե բուժումը դա փոքր վիրահատական միջամտությունն է, որի դեպքում կատարվում է այդ երակների լայնացած երակների կապում եւ հատում հատուկ միկրոսկոպիկ եղանակով, մենք անում ենք միայն այդ եղանակով մարմարի վիրահատություն է կոչվում միկրոսկոպիկ, որը որ ամենալավ էֆեկտիվություն է թողում եւ հետագա կրկնողությունների եւ ռեցիդիվների ռիսկը պակասում է շատ։ Եվ դրանից հետո արդեն սեմի որակի վերականգնման հավանականությունը մոտ 70%, ինչպես նշեցի։ Կախված, եթե տղամարդը ունի հորմոնալ պատճառներ, ուրեմն պետք է զբաղվել նաև հորմոնների դիսբալանսը կարգավորելով։ Եթե կան գենետիկ պատճառներ, ուրեմն մենք ունենում ենք ախտորոշումներ եւ արդեն որոշում ենք հետագա ինչ պետք է, ոչ թե գենետիկ հիվանդությունը բուժվում է, այլ հետագա արտամամնային բեղմնավորման տեսակներն ենք որոշում եւ հետագա բուժական տակտիկան ենք մշակում։ Բժիշկ, հաշվի առնելով, որ անպտղությունը ինքը բառը արդեն իսկ որոշակի ստրես է առաջացնում, որպեսզի մեր հարգելի տղամարդիկ ստրեսի մեջ չընկնեն, ես կուզենայի խոսենք նաև բուժման, այսպես ասած, ժամանակահատվածի մասին, թե դուք նշեցիք, որ տարբեր գործոններով կարող է պայմանավորված լինել եւ բնականաբար ամեն գործոն ունի իր յուրահատկությունը, բայց միջին եւ ամենաերկար բուժման ընթացքը որքան է տևում։ Տեսեք, այստեղ շատ կարող ենք սկզբանե գնահատենք սեմի որակը եւ ինչքան արտահայտված է սեմի մեջ որակական խանգարումները։ Այնտեղ կա շարժունակության եւ քանակի շեղումներ սպերմատոզոիդների եւ պետք է նաեւ պատկերացնենք ճիշտ ախտորոշումն է ինչն է պատճառը այդ անպտղության։ Եթե դա վարիկոցելե հիվանդությունն է, ինչպես նշեցի, մոտ 40% դեպքերում տղամարդկանց մոտ հենց վարիկոցելեն է պատճառ լինում անպտղության, սեմի որակի խանգարման, այդ դեպքում վարիկոցելեի վիրահատական բուժումից հետո մինչև 6 ամիս, մինչև 1 տարի ժամանակ է տրամադրվում եւ նաեւ հատուկ դեղորայքային բուժումներ անցկացվում, որ սեմի որակը այսինքն մեր հետագա զգացողությունը տևում է մինչև 6 ամիս, մինչև 1 տարի նույնիսկ։ Եթե դա օրինակ գենետիկ խանգարումներն են, կա հատուկ գենետիկ Y քրոմոսոմային միկրոդելեցիայի խանգարումներ կամ այլ հիվանդություններ, կամ եթե դա բնածին հատուկ արատներն են, որոնք որ դրվում հետազոտման ժամանակ, մենք պետք է հասկանանք հետագա բուժական տակտիկան ոնց ենք մշակում։ Դեպքեր կան, որ մենք չենք տալիս այդ ժամանակը 6 ամիս, 1 տարի։ Դեպքեր կան, որ միանգամից հարցը դրվում է արտամամնային բեղմնավորման կամ այլ տեսակի, օրինակ ինսեմինացիաների ներակայացնեն սերմնավորման եւ հարցը լուծվում է, հղիության հարցը լուծվում է այդ ճանապարհով։ Ուզում եմ ասել, որ դա եւս նորմալ ճանապարհ է եւ եթե այնց իրավիճակը, որ չեն կարող զույգը բնական ճանապարհով ունենալ նորմալ հղիություն, պետք է չընկճվել եւ դիմել այդ մեթոդներին, որոնք որ Հայաստանում գերզարգացած են եւ կարողանում այդ մեթոդներով զույգը ունենան իրենց երազած հղիությունը եւ ընտանիքը համալրվում է նոր բալիկ ծնվելով։ Դա իրենց կեսաբանական երեխան է եւ որևէ տարբերություն չկա։ Եթե նենց է, որ չի ստացվում բնական ճանապարհով, ինչու՞ չէ պետք է դիմել նաեւ այդ մեթոդներին եւ նորմալ հղիություն ապահովել։ Բայց միևնույն ժամանակ նշենք, որ ինքը անպտղությունը որպես պաթոլոգիա դատավճիռ չէ, հաշվի առնելով
Իհարկե, ներկայիս ներկայիս ժամանակ արդի ժամանակ շրջանում բժշկության այս զարգացած ուրեմն դարաշրջանում միանշանակ դատավճիռ չէ, դատավճիռ կլինի, եթե զույգը չհետազոտվի, բացի թողի վիճակում մնա եւ հետագայում անդարձելի խնդիրներ առաջանան։ Միանշանակ անպտղությունը դա դատավճիռ չէ եւ լիարժեք բուժվում է, պետք է ճիշտ ախտորոշել, իմանալ պատճառները որոնք են եւ դիմել ճիշտ հետագա բուժական տակտիկա։ Եթե պետք է նույնիսկ գնալ արտամամնային բեղնավորման որևէ տեսակի, X-ի, IVF, այսինքն տարբեր տեսակի արտամամնային բեղնավորումներ կամ ինսեմինացիա ներագնդային սերմնավորման, ուրեմն պետք է դիմել նաև այդ մեթոդին եւ ունենալ հղիություն նորմալ։ Կամ եթե նենց վիճակա, որ մենք իհարկե օրոլոգ անդրոլոգներ հենց ի սկզբանե մենք դիմում ենք բուժական սերմի որակը լավացնող բուժական մեթոդներին եւ տալիս ենք ժամանակահատված սերմի որակը վերականգնվելու, ինչու՞ չէ, լինում են բազմաթիվ դեպքեր, երբ որ հիմնականում բնական ճանապարհով լինում է հղիություն։ Դեպքեր կան, որ պետք է դիմել արտամամնային բեղնավորման եւ լինել այդ մեթոդով։ Այսինքն ամենաշատը 1 տարվա ընթացքում հնարավոր կլինի պարզել։ Այո, պարզել եւ հետեւել եւ սերմի որակը լավացնել։ Եվ եթե 1 տարի անց, ելի եմ ասում, կախված ախտորոշումից լինում են դեպքեր, որ 1 տարի չէ, դեպքեր կա շատ ավելի շուտ են կողմնորոշվում, որ հնարավոր չի մեր հասնել այն արդյունքին, որ լինի բնական ճանապարհով հղիություն, պետք է դիմել արդեն որևէ մեթոդին, կամ ներագնդային սերմնավորման, ինսեմինացիայի կամ արտամամնային բեղնավորման մեթոդներին։ Եվ ամփոփելով մեր զրույցը, մենք գիտենք, որ Աստղիկ բժշկական կենտրոնում դերևս լավագույնս են բոլոր ծառայությունները զարգացած եւ ըստ այդմ անդրադառնանք կոնկրետ ուրոլոգիական բաժանմունքին Աստղիկ բժշկական կենտրոնի, ինչու դիմել Աստղիկ բժշկական կենտրոն, այս դեպքում լավագույն տղամարդկային գործոնով պայմանավորված անպտղության լավագույն արդյունքը ստանալու համար։ Աստղիկ բժշկական կենտրոնը դա որակի միջազգային բարձր ստանդարտներ ունեցող կենտրոնն է համարվում Հայաստանում եւ ունի ուրոլոգիական բաժանմունքն ունի առաջերտին լավագույն ուրոլոգիական թիմը, որը որ կարող է սպասարկել եւ բոլոր խնդիրների լուծումը գրագետ ձևով կազմակերպել, հիմնված միջազգային ուրոլոգիական ասոցիացիաների կողմից առաջարկված ուղեցույցների հիման վրա, այսինքն բուժում, գրագետ բուժում, պատասխանատու բուժում, ունենք լավագույն սարքավորումները, այսինքն ժամանակակից բժշկության բոլոր պահանջող սարքավորումները եւ հետազոտական եւ ինչպես նշեցի, վիրահատական, որտեղ շատ կարեւոր օրինակ վարիկոցելի վիրահատությունը միկրոսկոպիկ վիրահատություն է կատարվում, որը որ շատ կարևոր է ժամանակակից դարում կատարել գրագետ վիրահատություններ։ Ինչպես նաեւ եթե օրինակ կատարվում է արտամամնային բեղնավորում եւ պետք է պացիենտին կատարել, տղամարդուն կատարել միկրոսկոպիկ եղանակով սերմի վերցնել ամորձուց, ասենց ասել բիոպսիան չի, դա կոչվում մայկրոտեզ է, այսինքն սերմի գրագետ էքստրակցիա կատարվում միկրոսկոպիկ եղանակով եւ հետագայում այդ սերմը սառեցվում է եւ պահվում է հետագա արտամամնային բեղնավորման համար։ Այդ բոլոր հնարավորությունները ունի Աստղիկ բժշկական կենտրոնը։ Կոնկրետ ես խոսում եմ զուտ այս անպատվության հետ կապված հարցերում, բայց ընդհանրապես մեր կենտրոնում լավագույն սարքավորումները եւ լավագույն բժշկական թիմն է աշխատում, որից շահում է միայն ընդհանուր պացիենտը եւ առողջության գրավականը, որ պետք է դիմել Աստղիկ բժշկական կենտրոն։ Շնորհակալ եմ բժիշկ։ Ձեզ եմ շնորհակալ։ Ջերմ եւ հոգատար վերաբերմունք։ Նորագույն տեխնոլոգիաների կիրառում։ Տարածված հիվանդությունների կանխարգելում։ Անվտանգ եւ ապահով միջավայր։ Բացառիկ սարքավորումներ։ Միջազգային համագործակցություն։ Չինից կորվանից միակը Հայաստանում ISO 9001 որակավորմամբ շարունակական զարգացում եւ աճ։ Աստղիկ բժշկական կենտրոն։